Ոնց են մասնագիտացված ներողները ընտրում ստարտափներին, հա, իրանց համար շատ կարևոր է, որ այն ռիսկը, որ վերցնում են, իսկապես համաչափ լինի այն սպասվող եկամտաբերությանը, հա։ Այդտեղ բավականին ռիսկային ոլորտ է, բայց եկամտաբերությունը շատ բարձր կարող է լինել։ Անցնենք մի քանի կարևոր կետով։ Ամենակարևոր կետը դա թիմն է եւ հիմնադիրները։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այդ թիմը այնքան նվիրված պետք է լինի եւ այնքան վճռորոշ, որտեղ անցնելու շատ դժվարություններ եւ ստեղծում են մի բիզնես, որը աշխարհի մակարդակով մրցունակ պետք է լինի։ Փորձը շատ կարևոր է։ Ոլորտի փորձը կարևոր է, բայց այլ ավելի կարևոր է, որ այդ մարդիկ կարողանան շատ արագ սովորել, աճել, այսպես ասած, եւ անցնել առաջ։ Երկրորդը դա իհարկե product-ն է, այսինքն իրենք պետք է ինչ-որ լուծում առաջարկեն, որը պահանջարկ ունենալու է մասնավորապես ապագայում, այսինքն բիզնեսները ստեղծվում են 5-10 տարվա կտրվածքով եւ ըստ դրա պետքա այդ հեռանկարը, այդ շուկան կամ շատ մեծ լինի, կամ արագ աճող, այսինքն product-ը եւ շուկան շատ կարեւոր են այս պարագայում։ Երրորդ կետը դա իրավաբանական եւ ֆինանսական մասն է, այսինքն որ իրավաբանորեն դա միջը ճիշտ կառուցված լինի, որտեղ ներդրում ենք անում իհարկե, եւ նաեւ ֆինանսական մասը, ինչքան է գումար ծախսվում, ինչքան է ոնց է դա միջը ղեկավարվում եւ որ այդ ներդրումը, որ մենք ներդրում ենք արել, ուր է դա ուղղվելու, այսինքն ինչի վրա է ծախսվելու։ Վերջում խոսենք մի քիչ թե ոնց ենք Equify-ով մենք առաջնորդվում այս process-ով, հա, ինչ ստարտափներ են ցուցակում։ Մեր համար կարևոր է նաև ինչ ներդրողներ են մասնակցել այդ ստարտափի մեջ, այսինքն այն բոլոր ստարտափները, որոնք ցուցակում են հարթակում, իրենք արդեն պետք է ունենան մասնակցություն մեծ մասնագիտացված ներդրողների, ֆոնդերի կամ հրեշտակ ներդրողների։ Դրանից հետո արդեն զրույցներ հիմնադիրների հետ, արդեն ֆինանսական due diligence, իրավաբանական due diligence, իհարկե ուսումնասիրում են մրցակիցները, ինչքանով է շուկան մեծ, ինչքանով է դա արագ աճում։ Դե այսքանը, եթե հարցեր լինեն, իհարկե գրեք, կապի մեջ կլինենք եւ մինչ հանդիպում։